Վաղարշ առաջինից հետո մենք տեսնում ենք, որ Հռոմը օգտվում է Պարթևստանի ներսում եղած սուր հակասություններից, մասնավորապես այդ ժամանակ երկու հավակնորդներ, գահի համար հավակնորդ Վաղարշ 3-րդ եւ Միհրդադ 4-րդը միմյանց դեմ անզիջում պայքար էին մղում եւ փաստացի պետությունը երկփեղկվել էր եւ թուլացած վիճակում չէր կարող դիմագրավել հռոմեական կայսրությանը։ Եվ նման իրավիճակում հռոմեական կայսրությունը առանց պարթևների կարծիքը հաշվի առնելու եւ որ ամենակարևորն է առանց հայկական ավականու տեսակետը որևէ կերպ դիտարկելու հայոց թագավոր է դարձնում Սոհեմոսին։ Հռոմեական պատմագրությունը պնդում է, որ Սոհեմոսը եղել է հռոմեական սենատի ծերակույտի անդամ եւ նույնիսկ կարճ ժամանակ կոնսուլի պաշտոն է զբաղեցրել եւ որքան էլ որ տարբեր աղբյուրներ փորձում են նրան կապել երբեմնի դրածո Տիգրան 5-րդ եւ Տիգրան 6-րդ արքաների հետ, նույնիսկ որոշ պատմաբաններ փորձում են նրան մայրական գծով Արտաշեսյան ներկայացնել, այնուամենայնիվ այս ամենը հաստատող որևէ հստակ տվյալ չկա։ Եվ ստացվում է, որ Հայաստանում վերստին դրածո արքա է նշանակվել եւ նրա գահակալությունը բնականաբար հայկական վերնախավի մոտ սուր դժգոհություն է առաջ բերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։